Բարև ձեզ իմ շատ սիրելի ժողովուրդ, տեսնում եք ինչ հրաշք այգում եմ, տեսնում եք ինչ ընտիր խնձորներ է, տեսեք, ընտիր երևում է ձեզ ծանրությունից, կորացել է այս ճյուղը, որպեսի քաղենք ամենաընտիրը, ամենալավը, որպեսի ձեզ ցույց տամ, տեսեք ինչ խնձոր է, օգտագործում ենք առողջության համար եւ նաեւ սուրճի հետ խմելու փոխանակ օգտագործեք տորտ կամ քաղցրավենի կամ որևիցե թխվածքաբլիթներ, շոկոլադ, ապա ինչ ենք պատրաստում։ Վերցնում ենք խնձորը, կտրում ենք վերևի մասը եւ իհարկե փորում։ Փորելուց հետո, սիրելի իմ ժողովուրդ, մեջը լցնում ենք չամիչ, ընկույզ, ընդ որում ընկույզը պետք է լինի մանր կտրատած, սա մեր ընկույզը եւ վերջում իհարկե լցնում ենք մի փոքր դարչին, մի թեյի գթալել մաքուր, անարատ, ընտիր մեղր, եթե իհարկե կգտնենք, դնում եք ջեռոցը եւ սպասում 25-30 րոպե։ Սպասելուց հետո պետք է հանեք, բայց ինչեւ հանելը սուրճ խմելու համար վերցնում եք քունջութի յուղ, մեկ թեյի գթալ խմում եւ սպասում եք մեր հրաշք խնձորի եփվելուն։ 25-30 րոպեից հետո խնձորը եփվում է, իհարկե անպայման պետք է կափարիչը դնեք վրան։ Հանելուց հետո տեսնում եք հրաշք եւ գույնը եւ տեսքը ախորժաբեր, բայց ամենակարևորը այն նաեւ առողջարար է, որովհետև մեջը կա եւ ճիր, եւ չամիչ, եւ ընկույզ, եւ մեր խնձորը, եւ բոլորը արյան բաղադրությունը լավացնող են, դիմադրողականությունը բարձրացնող։ Չեք հիվանդանա կորոնայով, չեք հիվանդանա ոչ մի գրիպայի վիրուսով, չեք հիվանդանա ընդհանրապես, որովհետև եթե արյան բաղադրությունը լավ է եւ վիտամիններով, միկրոէլեմենտներով հարուստ, ապա այն խթանում է ձեր ամբողջ օրգան համակարգերի վիճակի։ Բացի դա առողջացնում է ձեր ամբողջ օրգանիզմը, չի թողնում, որ ուռուցքային բջիջները ավելի շատանան, չի թողնում, որ ձեր օրգանիզմում բորբոքային երևույթներ առաջանան, չի թողում աղեստամունքային տրակտը վատանա, ամեն օր գործում է, չի թողում խոլիստերին առաջանա, ճնշում բարձրանա, սիրտ-անոթային համակարգը վատ աշխատի, այս բոլորի համար իհարկե ինչ ենք անում, պետք է օգտագործենք այն ինչ որ տվել է բնությունը եւ իհարկե մեր հրաշք յուղը քունջոթի ավելի լավացնում է նյութափոխանակությունը, խոլիստերինը իջեցնում, երկուսը միասին լինում են հզոր խթանիչ մեր օրգանիզմի համար։ Այս բոլորը օգտագործելուց հետո շատ սիրելի ժողովուրդ, գոնե ընդամենը 15-20 օր դուք լինում եք առողջ եւ ամենակարևորը յուղը պետք է լինի անպայման սառը քամված եւ անպայման թարմ, որովհետեւ թարմ յուղը ընդամենը մինչեւ 1 ամսվա այն չափից ավելի շատ առողջարար է օրգանիզմում եւ բացի դրանից չեք գտնում թարմ յուղ, անարատ յուղ, մաքուր յուղ, ապա զանգահարեք Աննային 010 500 ոչ 098 ես ուզում եմ ասեի 010 500 566 կլինիկայի համարը, բայց ոչ, Աննային պետք է զանգահարեք 098 324 406 շատերը գիտեն այդ համարը եւ
օգտվում են, նույնիսկ անգամ եթե կոմենտները կարդաք, մեկնաբանությունները, ապա կտեսնեք, որ հենց մարդիկ իրենք իմ էջում նույնպես գրում են մեկը մյուսին, եթե ուզում եք լավ յուղ, ապա գնում եք Աննայի մոտ, նստում իր կողքին, սուրճը խմում, յուղը քանվում եւ դաշտում եք գալիս եք։ Սիրում եմ ձեզ իմ ժողովուրդ, եղեք առողջ եւ երջանիկ։